Մեր Տերը Հիսուս Քրիստոս ավետարանում շատ է խոսում երկնքի արքայությունը փնտրելու, գտնելու եւ պահելու մասին։ Փնտրեցեք եւ խնդրեցեք երկնքի արքայությունը եւ Աստծո արդարությունը, մնացածը ձեզ ավելիով կտրվի։ Դրախտում Ադամը վայելում էր դրախտային երանությունը, բայց երբ որ Ադամը դրախտից վտարվեց, մեզ համար փակվեց դրախտը։ Սրոբեի սուրը փակեց դրախտի ճանապարհը եւ ոչ ոք չգտավ ճանապարհը դրախտը գնալու։ Եվ մենք այլևս պետք է փնտրենք երկնքի արքայության բանալիները, ինչպես Քրիստոս Պետրոս առաքյալին տվեց, ասաց վերցու, սա է երկնքի արքայության բանալիները, ում բացես բացված կլինի, փակես փակված կլինի։ Ուրեմն մենք պետք է փնտրենք, տեսնանք այդ երկնքի արքայությունը որտեղ է։ Որտեղ է։ Մեր ներսում է։ Հիմա տեսեք, ավետարանում Քրիստոս ասում է. «Յանի սրտով մաքուրներին, որտեղ նրանք Աստծուն պետք է տեսնեն»։ Այսինքն մեր սիրտը երկնքի արքայության հայելին է։ Տեսել եք գիշերով երկինքը ոնց է անդրադարձվում լճակի վրա։ Նայում ես, ասում ես, երկրորդ երկինք է լճի վրա, բայց խաղաղ պետք է այդ լիճը լինի, չէ՞։ Ալեկոծ ծովի վրա չի երևում երկինքը, հանդարտ լճակի վրա է լինում։ Լուսինը, աստղերը սենց նայում ես, հիանանում ես, նայում ես ներքև, նայում ես վերև, ասում ես, այս երկու հատ երկինք է։ Հիմա այդ հանդարտ լճակը մեր սիրտն է։ Մենք պետք է լրիվ խռովքը, մտքերի փոթորիկը հանդարտեցնենք, հանդարտվենք, խաղաղվենք ու մի հատ նայենք մեր սրտի մեջ։ Ուրախանալու ենք, երկինքն ենք նայելու, աստղերով լիքը, լուսինով լիքը, երկրի սրտի մեջ ենք նայելու, մաքուր, սուրբ, եւ այնտեղ երկինքն ենք տեսնելու։ Ուրեմն որտեղ պետք է փնտրենք։ Դրսում, ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս, ով անմիտներ, երկնքի արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս։ Երկնքի արքայությունը ձեր մեջ է։ Սկսվում է ձեր մեջ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, երկնքի արքայությունը երկուսն է։ Մեկը անեղ, անստեղծ, մեկը ստեղծված։ Անստեղծը մեր սրտի մեջ է։ Մենք պետք է վայելենք անստեղծ երկնքի արքայությունը, այսինքն Քրիստոսի ներկայությունը։ Քրիստոս անստեղծ է, մեր նման ստեղծված չի։ Եվ մեր մեջ սրտերի մեջ է բնակվում, մենք վայելում ենք երկնքի արքայություն, բայց մի հատ ստեղծված երկնքի արքայություն կա, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Այդ որտեղ է։ Այդ երբ է։ Հանդերձյալ կյանքում, հավիտենական կյանքում։ Պողոս առաքյալն ասում է, հիմա ինչպես ենք տեսնում, հայելու մեջ, սրտու հայելու մեջ, իսկ հանդերձյալ կյանքում դեմ առ դեմ կտեսնենք Քրիստոսին։ Սրտի հայելու մեջ հիմա ես տեսնում, եթե այստեղ տեսար Քրիստոսին քո սրտի հայելու մեջ, այնտեղ դեմ առ դեմ կտեսնես։ Եթե այստեղ չտեսար, այնտեղ չես տեսնի։ Ուրեմն փնտրում ենք երկնքի արքայությունը մեր մեջ, խնդրում ենք ու գտնում ենք։ Եվ նաև խնդրում ենք Աստծո արդարությունը։ Ո՞րն է Աստծո արդարությունը։ Աստված արդար է, չէ՞։ Բոլորին ըստ իր գործերի պետք է դատի։ Եվ Աստծո արդարությունը դա մեր մեղքերի դատաստանն է։ Հիմա մենք ուզում ենք, որ մեղքերի համար դատվենք։ Մենք ասում ենք, Տեր, քո ողորմությամբ գտա, քո արդարությամբ մի դատիր մեզ։ Տեսեք որտեղ էր բանալին, եթե մենք խնդրենք մեր մեղքերի թողությունը, մենք Աստծո ողորմությամբ կազատագրվենք եւ Աստծո դատաստանին չենք արժանանա։ Հասկացաք։ Այսինքն մենք միշտ խնդրենք, որ Աստծո արդարությունը մեզ համար դառնելը գթասրտություն ու ողորմություն, Աստծո ողորմածություն։ Խնդրել Աստծո արդարություն դա նշանակում է խնդրել Աստծո ողորմությունը, որ է մեր մեղքերի թողությունը, եւ մնացածը մեզ ավելիով կտրվի։ Մնացած ո՞րն է։
առողջությունը լի, հաջողությունը լի, ամեն ինչ կլի, ասում են, չէ՞ ժողովուրդ։ Բայց պետք է մենք այդպես չասենք, է։ Արքայությունը լի, մեղքերի թողությունը լի, ամեն ինչ կլի։ Ոչ թե առողջությունը լի, հաջողությունը լի, ամեն ինչ կլի, այլ արքայությունը լի, թողությունը լի, ամեն ինչ կլի։ Ամեն։